Փաշինյանը մեծ համոզմունք ունի, որ 2026-ի ընտրություններում ժողովուրդը դարձյալ իրեն է ընտրելու։ Այդ մասին է հայտարարել։ Հարցին թե ինչու, պատասխանում է, որովհետև խաղաղություն ենք բերել, որովհետև ժողովրդի հետ օրգանիկ կապի մեջ ենք։ Ասում են, բա խոստումները չեք կատարել։ Պատասխանում է, ամենակարևորը այդ օրգանիկ կապն է։ Փորձենք հասկանալ, որքանով է իր այդ մեծ համոզմունքը արդարացված եւ ի վերջո ում է ուղղված իր խոսքը։ Նախ ամբողջ աշխարհում էլ այդպես է, որ գործող ղեկավարները, որ մասնակցում են ընտրություններին ու պարտվում են, ինչ էլ լինի, նախապես հայտարարում են, որ հաղթելու են։ Սաակաշվիլին էլ ուներ նման վստահություն, Սարկոզին էլ ուներ նման վստահություն, բայց պարտվեցին։ Ասում եմ, 2021 թվականին խոստացել եմ խաղաղություն ու բերել եմ։ Փողոցային հարցումների ժամանակ, Facebook-յան էջերում, Նիկոլի Facebook-յան գրառումների տակ արձագանքում են մարդիկ, որ ցույց տուր խոստում, որ կատարել ես 2018 թվականից ի վեր։ Փաշինյանն ասում է խաղաղություն։ Քաղաքացին հակադարձում է. դու 2018 թվին այլ բան էիր խոստանում։ Դրանից ոչ մեկը չես արել։ Հետո պատերազմը դու ես բերել։ Հետո խոստացել ես համ խաղաղություն, համ Շուշի ու Հադրութ հետբերում։ Համ խաղաղություն ես բերելու խոստացել ես, համ Արցախի անվտանգության երաշխավորն ես լինելու։ Համ խաղաղություն ես բերելու, համ Արցախի ինքնորոշումը ճանաչվելու է։ Ծրագրային խոստումը էդ էր։ Դուք խոստացել եք համ խաղաղություն բերել, համ թոշակը բարձրացնել։ Ժողովուրդն ասում է, դու խոստացել ես, որ համ խաղաղություն լինի, համ գնաճ չլինի, համ խաղաղություն լինի, համ նվազագույն աշխատավարձը կրկնապատվի կամ էլ եռապատվի, լիք խոստումներ ես տվել։ Դու այդ գործընթացները խոստացել ես միաժամանակ, բայց ոչ նրանք կամ ոչ խաղաղությունն է խաղաղության նման։